Իրավապահները պարբերաբար ներկայացնում են վիճակագրություն, ըստ որի տարբեր տեսակի հանցավորության մասնակիցների հայտնաբերման հաջողություններ են ֆիքսվում։ Խոսքը հատկապես զենք զինամթերքի կամ թմրանյութերի հայտնաբերման եւ շրջանառությունից դուրս բերման մասին է։ Այս գործում հատկապես կարևորվում է պարեկային ծառայության աշխատանքը։ Մյուս կողմից, սակայն, քիչ չեն նաեւ դժգոհությունները։ 2026 թվականի փետրվարին, երբ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիալական հարցման արդյունքները, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է, հասնելով 61%-ի։ Սա պարտավորեցնող գնահատական է եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս ցուցանիշը պահպանվի։ Պարեկային ծառայողներ, վարորդներ, հաղորդակցության մասով, պարոն Նազարյան, աշխատանքի տեղ դեռ ունենք, ես որևէ ձևով սա չեմ հերքում։ Իսկ ինչ խնդիրներ կան ոստիկանության կողմից հանցագործության գործիքների կամ տարբեր կասկածյալների հայտնաբերման առնչությամբ։ Խնդիրը մեթոդաբանությունն է, երբ ոստիկանությունը, հատկապես քաղաք մտնող ճանապարհներին, այսպես ասած, ռեյդեր է կազմակերպում եւ ստուգում քաղաք մուտք ու ելք անող մեքենաները։ Ոստիկանությունը իրավասու է կանգնեցնել տրանսպորտային միջոցները, բայց միայն այն դեպքում, երբ բավարար կասկած կա ենթադրելու, որ տվյալ տրանսպորտային միջոցներով տեղափոխվում են ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք։ Հետևելով ոստիկանության գործելակերպին, սակայն, կարելի է ենթադրել, որ անցնող դարձող մեքենաների մեծամասնության վերաբերյալ իրավապահները ունեն համապատասխան կասկածներ, եւ դա է պատճառը, որ ակտիվ ստուգում են դրանք։ Ես ինքս ականատես եմ եղել Երևան-Սևան մայրուղին ամբողջությամբ փակվել էր եւ ոստիկանները յուրաքանչյուր մեքենա ստուգում էին, հետեւաբար չի կարող լինել այդպես, որ բոլոր մեքենաների մասով լինի հիմնավոր կասկած, որ դրանցում կան հանցագործության գործիքներ, առարկաներ, հետքեր գրող իրեր կամ հետախուզվող անձին։ Լավ, ասենք մեքենաները կանգնեցին։ Այլ հարց է, թե ինչ է կատարվում հետո։ Իսկ հետո իրականացվում է իբր զննում։ Նշում ենք իբր, քանի որ շատ դեպքերում իրավականորեն դա զննում չէ, խուզարկություն է, որի համար պետք է դատարանի թույլտվություն լինի։ Այսինքն զննման համար բավարար է ոստիկանի կասկածը, խուզարկության համար արդեն անհրաժեշտ է սանկցիա։ Մտնում են մեքենայի սրահ, մեքենայի սրահի պահախցիկն են նույնիսկ պահանջում բացել, այդ պահախցիկի անձնական իրերն են պահանջում բացել, պայուսակներն են պահանջում բացել, բեռնախցիկում են սկսում փնտրողական գործողություններ իրականացնել։ Այսինքն շատ դեպքերում վերահացվում թաքնված խուզարկության։ Վարորդների մի մասն իհարկե հասկանում է այս իրավական խնդիրը, բայց նախընտրում է առանց կոնֆլիկտի հեռանալ իրավապահներից։ Իսկ որն է գլոբալ խնդիրը։ Իրավական ամենաթողությունը, երբ հենց իրավապահներն են թույլ տալիս անթույլատրելին։ Էական չէ, թե ինչ պատճառաբանությամբ, որպես արդյունք ոստիկանության վարկանիշն է տուժում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։